Հնդկաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը զարգացել է տարիների ընթացքում, տարածաշրջանում անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակի ազդեցությամբ։ Սա հիմնականում վերաբերում է Չինաստանի և Պակիստանի հետ լարվածությանը, սակայն արագ փոփոխվող աշխարհում կառավարությունները բախվում են նոր մարտահրավերների, որոնք պահանջում են ճշգրտումներ իրենց ազգային ռազմավարության մեջ։ Դրանք ներառում են կլիմայի փոփոխությունը, կիբեռանվտանգությունը, տեխնոլոգիաները և սպառազինությունների մրցավազքը, ինչպես նաև այլ գործոններ, որոնք պետք է հաշվի առնվեն ազգային անվտանգության ռազմավարությունը մշակելիս և ճշգրտելիս։ Ուստի Հնդկաստանի կառավարությունը տարածաշրջանում երկարաժամկետ գերակայություն ապահովելու նպատակով ներառել է վերոնշյալ բաղադրիչներն իր ռազմավարության մեջ։ Միջուկային գերտերություն համարվող Հնդկաստանի ռազմավարությունը հիմնված է սառը մեկնարկի դոկտրինի վրա, որը Պակիստանի դեմ հարձակողական գործողությունների դեպքում նախատեսում է հնդկական զինված ուժերի կողմից արագ հարձակողական գործողությունների կազմակերպում, կենտրոնանալով համակցված մարտական խմբերի արագ տեղակայման վրա։ Հիմնական նպատակն արագ արձագանքումն է, նախքան թշնամին կկարողանա լիովին մոբիլիզացնել կամ ամենակարևորը դիմել միջուկային զենքի։ Սառը մեկնարկի դոկտրինը գոյություն ունի այն համատեքստում, երբ երկու երկրներն էլ ունեն միջուկային զենք, ինչը ստեղծում է բախման արագ սրման ռիսկ միջուկային տարրով։ Դոկտրինը կենտրոնանում է ճշգրիտ հարվածների վրա, այլ ոչ թե լայնածավալ պատերազմի, խուսափելով սրացումից։ Այսինքն Հնդկաստանը ձգտում է կանխել սեփական ռազմական գործողությունների վերածումը լիարժեք միջուկային հակամարտության։ Պակիստանը նույնպես մշակել է իր սեփական մարտավարությունը, որի մեխը հնդկական հնարավոր Blitzkrieg-ի պատասխանը համարվող Նասր հրթիռն է։ Դոկտրինի շրջանակում շեշտադրվում է նաև ազգային պաշտպանական արդյունաբերության ամրապնդման վրա արտաքին մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու համար։ Հիմնական նվաճումներից մեկը Հնդկաստանի առաջին ավիակրի կառուցումն է։ Հավելենք, որ Հնդկաստանն ունի աշխարհում երկրորդ ամենամեծ բանակը Չինաստանից հետո, մոտավորապես 1.46 միլիոն անձնակազմով։ Ներուժը ներառում է նաև մեծ պահեստազոր և ոչ ֆորմալ աշխարհազորային կազմավորումներ։